Ալիևը փոխել է արդյոք քաղաքականություն։ Իրոք Ռուսաստան, Ադրբեջան հարաբերությունների մեջ կա կոնֆլիկտ, այդ ավիավթարն է պատճառը, թե Թրամփի իշխանության գալուց հետո Ալիևը փոխել է քաղաքականությունը եւ նախկինի նման չի օգտագործվում Պուտինի կողմից կամ Էրդողանի կողմից։ Ալիևը, այո, ջգուն խաղացել է երկար տարիներ։ Միաժամանակ մենք գիտենք, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցները մեծ եղբայր Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը շատ ազդեցություն է ունեցել Ալիևյան իշխանության լինելու հանգամանքին եւ մինչ այսօր։ Եվ եթե այսօր տեսնենք ինչ է կատարվում, եւ Պակիստանի հետ տեսնում ենք ինչ է կատարվում, Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, այսինքն այս երկուսն էլ շատ չերմ դաշնակցի հարաբերություններ ունեն Բաքվի հետ, բայց լուրջ խնդիրներ կան արդեն իրար մեջ։ Շատեր կարծում են, որ Իսրայել-Թուրքիա այդպես էլ ձևականություն է, չէ, իմ կարծիքով այդպես չէ։ Եվ նրանք առնվազն Սիրիայի տարածաշրջանում կոնֆլիկտի ասպասին խոսել ենք եւ արդեն դեղի է ունեցել այդ կոնֆլիկտները եւ շարունակվելու է դեղի ունենալ։ Եվ ոչ միայն Սիրիայում, վստահ եմ, որ դարբեր ճակատներում իրենց շահերը չեն համընկնում եւ լարվածությունը մեծանալու է Իսրայել-Թուրքիա։ Այս իմաստով Ալիևյան իշխանությունների վիճակը շատ բարդ է եւ հավանաբար պատահական չէ նրա թեկումը դեպի Չինաստան։ Եվ նոր չէր դա աշխատանքները, բայց վերջի այցը եւ այլն ինչ որ հապճեպությունը դապույտ ռազմավարական դաշնակից դառնալու եւ այլն Չինաստանի հետ աշխարհակաղակական նոր հզոր դեր փնտրդուքի մեջ է Ալիևը։ Ես կասեի, որ պատկերացրեք, որ այսօր Հայաստանում նույնանման փնտրդուքի մեջ են, ասենք նույն Փաշինյանական իշխանությունները կամ նախկին իշխանությունները այս դեպքում շատ ովքեր մոտիկից հետևում են նկատած կլինեն, որ նույն Սերժ Սարգսյանը, որը այս 6-7 տարիների ընթացքում իր ազդեցությունը շատ չի գործրել մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, այսօր օրին կարծես թե Սերժ Սարգսյանը եւ Նիկոլը ցերկ-ցերկի դված միասին բնդրդուքի մեջ են նոր դիրոջ եւ եթե Մոսկվայի դիրույթում այլևս հնարավոր չի լինելու, այսինքն եթե Մոսկվան եթե մերասազն է լինելու, եթե տարածաշրջանից Ռուսաստանը հեռանալու է, ապա նրանք վստահաբար մեզից լավ գիտեն, որ նրանց առաջ արևմտյան ազդեցիկ երկրների թռները կարծես թե փակեն։ Ես այս ինչ որ ասում եմ, որոշ չափով եզրակացությունները, վերլուծությունը ինչ որ չափով նաև գծգդուր աչի ցախից տեղեկությունների հիման վրա է, որ ասում եմ։ Կուզեմ ասել, ասենք դեպի Չինաստան գնալու միտումները այսօր նույն Հայաստանում եւս արգա է, ոչ միայն Ալիևի մոտ է։ Եթե եգողորին լսենք Փաշինյանը ցանկություն է հայտնում այցելելու Չինաստան, չզարմանանք։